Հասկանանք Միլեն անելու բարևն։ Ինչ կա երեխեք ջան, տնայինների հետ կապած հարցեր ունենք, նորմալ է, ամեն ինչ հասկանալի էր։ Հեշտ ստացվել է, թե տանջվել է։ Հեշտ է ստացվել, թե հա։ Երևի էլի բանի խնդիր է, հա, ինտերնետի։ Վրեժ ջան, կասես զանգվածի համար որ ցիկլն էր առանձնացվել ու ինչ առանձնահատկություն ուներ մեր իմացած նախորդ ցիկլից։ Ոնց։ Մի քանի զանգված ասելով ինչի նկատի ունես, այսինքն։ Հա, հա։ Մի զանգվածի մեջ, այսինքն զանգվածի տարրերը նորից կարան լինեն զանգվածներ։ Իսկ այդ տարրերը նորից կարան լինեն զանգվածներ, չէ՞։ Եվ for-off-ը ինչ հնարավորություն էր քեզ տալիս, ինչ էր ինքը վերադարձնում։ Իսկ եթե զանգվածներ չեն զանգվածի տարրերը, սովորական էլեմենտներ են։ Զանգված ունեմ, որ գրած է մեջը 1, 2, 3, 4, 5։ Այդ դեպքում որն է սովորական ցիկլի ու for-off-ի տարբերությունը, այդ զանգվածի համար ստեղծված ցիկլի տարբերությունը։ Ինչ տարբերություն կար, ինչի համար էր ինքը նախատեսված։ Որն էր իր առանձնահատկությունը։ Էրիկ, կարաս ասես։ Ինչի համար առաջ եկա for-off-ը, ինչ է ինքը վերադարձնում, ինչ տարբերություն կա սովորականի ու for-off-ի միջև։ Սովորական ցիկլի ու for-off-ի միջև։ Չէ, որն է իր առանձնահատկությունը, ինչի համար է ինքը էլի առաջ եկել, ինչ է իր ասածը, որն է իր մի առանձնահատկություն պետք է, չէ, ունենա, հո անիմաստ տեղը չեն ստեղծել։ Մարիամ ջան, դու կարող ես ասես։ Նայել ես, չէ՞ դասը։ Մարիամ։
Մանե ջան, դու կարաս ասես։ Երեխեք, սովորական ցիկլը մեզ վերադարձնում է ինդեքսները ու աշխատանքը ինքը տանում է ինդեքսների հետ, իսկ for of-ը հենց վերցնում է զանգվածը։ Հիշում եք անցած դասին, որ խոսում էինք, մի հատ էսա ռեդակտորը բացեմ։ Այս ինչ է։ Երեխեք, ունեմ մի հատ զանգված, ճիշտ է։ Այս զանգվածը պարտադիր չի, որ իր էլեմենտները տարրերը լինեն նորից զանգվածներ։ Հիմա մի հատ սովորական ցիկլ ենք անում, ճիշտ է։ Պայմանը տալիս ենք ին քանի փոքր է r get length get ստորակետ I plus ու ստեղ ասում ենք console log արա մեր r ին Ուրա բանը Սա երեխեք գնում է 0/3-ն է վերցնում, ճիշտ է ըստ ցիկլի պայմանների, ինքը մտնում է ցիկլի մեջ, պայմանին բավարարելու դեպքում մտնում է բլոկի մեջ, ու ստեղ տպում է r-ը, ես երբ որ սենց եմ գրում, չէ, r-ը 0/3-ը որ գրում եմ, այս սրա 0-ն նշանակում է ես իրա ինդեքսով էլեմենտն եմ ուզում, որ ինձ վերադարձնում է տարը, բայց հիմա եկել է մեր for of-ը, for let item of r-ը, որը որ նախատեսված է այս ցիկլը նրա համար, երբ որ դու ուզում ես ուղղակի վերցնես զանգվածի տարերը 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը ու 5-ը, ինքը նախատեսված է դրա համար, այսինքն քո գործողությունը հենց տարերի հետ է, item-ների հետ է, ոչ թե այդ բանով, հա, ոչ թե դու ուզում ես իրանց ինդեքսացիան, ինչ-որ խնդիր լուծես իր ինդեքսացիայի հետ կապված, այսինքն եթե ես թե console log անեմ item-ը, նորից կբերի դրանք, ստեղից սկսած արդեն, սա 7-րդ տողից է, console log item, Երեխեք, սրա ամենալավ ու ընտիր տարբերակը նա է, որ այս
item-ների հետ կապված, երբ որ ասում ենք 1, մեկը ունի անուն, կամ ունի ինչ-որ համար, այդ 0-ն, երբ որ ինդեքսացիան սկսվում է 0-ով, 0-ն 1-ի ինդեքսն է, իսկ իր անունը 1 է, երկուսը ուստեղ լիքը բաներ կարա լինի, մենք խառը զանգվածներ ենք անցել, որ կարա լինի 1, ասենք խոսքի ստեղ կարա լիներ true, ինչ-որ բուլյան արժեք, 4-ի տեղը կարար լիներ null, 5-ի տեղը կարար լիներ, չգիտեմ, ինչ-որ string, բարև, ու սենց լիքը բաներ, կարար, չգիտեմ, հետո գնար ինչ-որ մի հատ նորից զանգված, զանգվածի մեջ նորից item-ներ, մեկը միշտ հիշում ենք, for of-ը նախատեսված է միայն հենց կոնկրետ զանգվածի տարերի հետ աշխատելու համար, ոչ թե ինդեքսներով, այս մեկը, այս մի ցիկլը, իր հետ աշխատում է ինդեքսներով, իսկ for of-ը աշխատում է կոնկրետ զանգվածի էլեմենտների հետ։ Որ մեթոդն է string-ից սարքում զանգված։ Այո։ Ոնց են գրում այդ գրվածքը, ոնց Հայրիկ ջան, կարաս ասես։ Ունեմ ասենք մի հատ let string-ը, որը որ հավասար է, սենց ինչ-որ բան։ Այս իմ string-ից ուզում եմ ստանամ զանգված։ Ինչ եմ անելու։ Ճիշտ է։ String-ի տարերով ստեղծեց զանգված։ Իսկ որն է զանգվածից վերածուն string-ի։ Միլենա, ոնց է գրվում դա։ Ինչ է անում join-ը։ Ոնց է գրվածքը իրը։ Ինչպես։ Այսինքն պետք է ունենամ մի հատ զանգված, հետո մի հատ փոփոխական հայտարարեմ, որի մեջ երբ որ join անեմ, այդ string-ը պահվի, ճիշտ է, հետո արդեն զանգվածից վրա get join եմ կանչում։ Քանի տեսակի զանգված գիտենք, վրեր։ Ու խառը, չէ։ Երկչափ, եռաչափ ու խառը, մեկ է մեր բնականաբար իմացած զանգվածները, որ խառը item-ներ կարող են պարունակել։ Լավ։ Երեխեք ջան, այսօր անցնելու ենք օբյեկտները։ Ուրեմն, մենք անցել ենք զանգվածները, եթե զանգվածները իրանցից ներկայացնում են, որ իրանք տվյալների ցանկ են, ապա օբյեկտները տվյալների բառարան է, կամ է քարտ է։ Օբյեկտը գրվում է հետևյալ ձևով, հայտարարվում է փոփոխական, let, ասենք, obj, object։
Տենց գրենք, հետո կարճ արդեն OBJ-ով կանենք, առաջինը սենց գրենք, գրվում է, փոփոխականը հայտարարվում է, ի տարբերություն զանգվածի, որի փակագծերը հետևյալ ձևով էին, օբյեկտինը ձևավոր փակագծեր է, գրվում է, հայտարարվում է K-ը, երեխեք, դրվում է վերջակետ, ու դիմաց է գրվում է value-ն, եթե value-ն number է, ստե ստորակետ է վիզում, եթե value number է, սովորական number-ով են գրում, եթե string է, գրում ենք չակերտների մեջ, եթե boolean է, նորից առաջ չակերտների, եթե մենակ string-ն է գրվում ունենց, null-ը, undefined-ը, հիմա գրում ենք ben-էլ 2-ա, և C-ն 3, վերջինին կարանք ստորակետ չդնենք, object-ից հետո դնում ենք կետ ստորակետ, ուրեմն ստեղ an, ben, C-ն համարվում են K-էր, K, երեխեք, բանալի, an ու ben ու C-ն համարվում են object-ի K, բանալիներ, 1-ը, 2-ը, 3-ը համապատասխանաբար նում են value-ներ, այսինքն արժեքներ, ունենք օբյեկտ, որը բաղկացած է K-երից և value-ներից, գրվում է K-ը վերջակետ, դիմացը գրվում է value-ն, ուրեմն, եթե մենք ուզում ենք տվյալ օբյեկտից ստանանք արժեք, դրա համար կա հետևյալ տարբերակները, ուրեմն, գրում եմ console log, մի անգամից տպեմ, որ պարզ լինի, object, անունն եմ գրում, օբյեկտիս անունն եմ գրում, ու գրում եմ կետ K-ի անունը, կետ A, ուզում եմ օբյեկտիս մեջի AK-ի արժեքը վերցնեմ, այսինքն, այս պարագայում տպելու է 1, մի րոպե, object, ուրա, ճիշտ է, նա ասում էր object չունես, բերեց 1-ը, երեխեք, սա մի տարբերակ, որ ես կարող եմ իմ օբյեկտից ստանալ արժեք, ուրեմն, հաջորդ տարբերակը, console log, ուրեմն, object, օբյեկտիս անունն եմ գրում, հեռակուսի փակագծեր ու գրում եմ K-ը, բայց string-ի մեջ, այսենց, սա երկրորդ տարբերակն է օբյեկտից արժեք վերցնելու, այս անգամ էլ եկեք B-ի արժեքը վերցնենք ավելի ճիշտ, ես էլ կտպի 2-ը, սա երկրորդ տարբերակը, եթե ես դնում եմ, երեխեք, օբյեկտիս K-ը անհարմար ինչ-որ մի հատ բան, թիվ կամ անհարմար K, օրինակ, եթե ես ուզենամ այս C-ի փոխարեն դնեմ 7, այսենց, սա ճիշտն ասած վաբշե ընդունված կարգ չի, իսկ եթե ես ունեմ մի հատ փոփոխական օբյեկտ, let obj-ն, որը որ հավասար է, ուրեմն, սենց K, 1 K-ը ունեմ, այս 1 K-ը, ուրեմն, իրա մեջ պարունակում է արժեք, value-ն իրա, տված է hello, եթե ես դրսում ուզում եմ ստանամ արժեքը, այս K-ով, սրա value-ն եմ ուզում ստանամ, երբեք չեմ կարող գրել, օրինակ console log, եթե ես գրեմ obj get 1k, չէ, տեսենք արդեն գրում է 1k, սա սխալ է, սենց գրելու իրավունք չունեմ, միակ տարբերակը այս պարագայում, եթե իմ k-ը string է, միակ տարբերակը այս պարագայում, սենց թենեց իրականում k-ը string է, ուղղակի այս պարագայում միակ կաշխատի այս դեպքը, որ գրում ենք obj ու string-ով գրում ենք 1k,
այս պարագայում նոր կվերադարձնի hello-ն։ Եթե k-ը չի համապատասխանում, երեխեք, ուրեմն այս օրինակի հետ կապված եմ ասում, հա, այս օրինակի, որը որ նշել եմ։ Եթե k-ը չի համապատասխանում GS-ի variable-ի կանոններին, ուրեմն պարտադիր օգտագործում ենք քառակուսի հակագծեր։ Եթե ունենք նման տարբերակ, let obj1-ը հավասար է մի հատ օբյեկտ է, որի k-ը 1 է, ու ստեղ գրած է արժեք դիմացը string-ով 1։ Այս պարագայում, երեխեք, ունենք երկու հատ տարբերակ վերցնելու։ Console log-ի միջոցով գրում ենք obj1 քառակուսի փակագծեր ու գրում ենք 1։ Երկրորդ տարբերակը console log obj քառակուսի փակագծեր ու string-ով 1։ Երեխեք, այս երկուսն էլ վերադարձնում են այդ արժեքը, հա, on ոնց։ Մի րոպե, obj1 undefined։ Երկուսն էլ վերադարձնել են 1։ Ուրեմն, տեսեք, GS-ում օբյեկտի k-երը միշտ string են, երեխեք, իրանք միշտ string են։ Ու այս դեպքում, երբ որ մենք թիվ ենք գրում, ինքը ավտոմատ դառնում է string։ Սա անպայման կհիշեք։ Եթե ուզում ենք արդեն իսկ եղած օբյեկտի վրա, եկեք այսքանը փակենք, սենց, ունե ես օբյեկտը, ճիշտ է, ամենասկզբից գրել էի ես օբյեկտը, որը որ անընդհատ երկար օբյեկտ չգրեմ, obj կգրեմ։ Ուրեմն, ունեմ այս օբյեկտը, ուզում եմ իր արժեքը փոխել։ Ոնց եմ անում։ Գրում եմ obj օբյեկտիս անունը քառակուսի փակագից դնում եմ string-ով k-ի անունը, որը որ ուզում եմ փոխեմ, ու գրում եմ հավասար է ինչով որ ուզում եմ փոխեմ, օրինակ այս նշանով։ Հաջորդ տարբերակը, հիմա գնանք, մի հատ console log անենք մեր obj-ն, Մենք կտենանք օբյեկտը ոնց է տպում։ Տեսեք, ձևավոր փակագծերով արդեն բերել է an այս նշանով, սիմվոլով, b-ն ու c-ն արդեն իր արժեքներով։ Իսկ եթե մինչև փոփոխությունը ես տպեմ իմ օբյեկտը, կտեսնենք, որ բերեց այն հին տարբերակը։ Տեսեք, 1, a1, b2, c3, an արդեն փոխվում է, այսինքն եթե ուզում ենք մեր օբյեկտում փոփոխություն անենք, արժեք փոխենք, կատարում ենք հետևյալ ձևով։ Գրում ենք օբյեկտի անունը, քառակուսի փակագծեր string-ի մեջ գրում ենք k-ը ու գրում ենք հավասար է, գրում ենք n արժեքը, ինչով որ ուզում ենք փոփոխությունը տեղի ունենա։ Հաջորդ տարբերակը, տեսեք, an եմ փոխել ու երկրորդ տարբերակը obj.b-ն գրում եմ հավասար է 100։ Սա էլ կփոխի արժեքը։ An այս սիմվոլով, b-ն 100։ C-ն մնացել է իր նախնական արժեքին, որովհետև c-ի հետ կապված փոփոխություն չենք արել։ Երեխեք, եթե ուզում ենք արժեքը փոփոխել, կատարում ենք հետևյալ ձևով։ Իսկ եթե ուզում ենք օբյեկտի մեջ արժեք ավելացնել,
էլի կատարում ենք նման ձևով։ Օրինակ գրում եմ OBJ get f-ը, որը որ չունեի, ճիշտ է, կամ դեն։ Սա հավասար է 200։ Հիմա կավելանա dk ու dk-ը, որը իր մեջ պարունակում է 200 արժեքը։ Okay, դե ներքևում տպված էր, չէ՞։ Տեսեք, ավելացավ դեն, որի value-ն արժեքը 200 է։ Եթե k-ը չկա, կավելացնի, եթե կա, կփոփոխի։ Սա է իր պրինցիպը։ Այս մյուս տարբերակն էլ անենք, OBJ yen հավասար է 300։ Նորից գնանք, ավելացրեցի է, այսինքն և փոփոխության և ավելացման համար այս երկու մեթոդներն էլ օգտագործվում են։ Գրում ենք օբյեկտի անունը get կամ k-ը, կամ գրում ենք օբյեկտի անունը քառակուսի փակագծեր string-ի մեջ k-ի անունը ու դիմացը գրում ենք n արժեքը, որը որ պետք է նոր ստեղծվի կամ եղած արժեքը փոփոխելու համար։ Երեխեք, եթե ունենք ուրեմն գլոբալ հայտարարված փոփոխական, ոնց է դա աշխատում մեր օբյեկտի հետ։ Եթե ես ունեմ let k, որը որ հավասար է string-ով a-մի հատ, փոփոխական։ Ուրեմն, ներքևում ունեմ մի հատ հայտարարված օբյեկտ, որը որ հավասար է, ներքևում գրում եմ, երեխեք, ես դրսի հայտարարված փոփոխականը օգտագործում եմ հետևյալ ձևով։ Քառակուսի փակագծեր k, դիմացը գրում եմ 1, ստորակետ, հետո ben 2, cen 3, console-ով OBJ get a, հələ եկեք մի հատ հասկանանք։ Այս դեպքում ինչա տպելու։ Տպեց 1, ինչի համար տպեց 1։ Տեսեք, ինչ կատարվեց, երեխեք ջան։ Էսի շատ է օգտագործվում ռեալ նախագծերում։ Ֆորմի տվյալների հետ կապված, ինչ-որ բաներ հավաքելու ֆորմա, իր տվյալները պետք է հավաքենք, չէ, input-ի մեջից իրան հավաքում ենք այդ տվյալները, դրա համար շատ է օգտագործվում։ Վերևում հայտարարել ենք k փոփոխականը, որը որ հավասար է i-ի, հա, հավասար է i-ի։ Հիմա ներքևում այս k-ը օգտագործում ենք քառակուսի, այսինքն սրա փոխարեն կարող լիներ այսենց, ճիշտ է, ու տպելու դեպքում ինքը էլ խնդիր չէր տա։ Նույն ձևով, սա ուղղակի գրվածք է, սա ուղղակի սենց կոպիտ ասած մանյուվր է, որը որ կարող եք անել ու պետք է որ սրա մասին իմանաք, հա։ Դրսում փոփոխական եք հայտարարում ու օբյեկտի մեջ դա կիրառում եք, հետո արդեն կարաք կանչեք, տեսեք, օբյեկտի անունը get a, արդեն ան վերաբերվում է սրան։ Ուրեմն ունենք էլի մեր այս օբյեկտը, OBJ-ն հավասար է
A-ն 1, B-ն 2, C-ն 3։ Ուրեմն, եթե ես ուզում եմ ստանամ օբյեկտի K-երից, խնդիրներ ա լինում, որ պետք ա լինում, երեխեք, վերցնել օբյեկտի K-երը, օրինակ մենք, չգիտեմ, backend-ից ստացել ենք շատ մեծ օբյեկտ, ու այդ օբյեկտի K-երը մեզ շատ ա պետք, ու մեզ պետք ա, որ միայն ու միայն վերցնենք K-երը։ Այդ օբյեկտի K-երը վերցնելու իրանց այդ աշխատանքներ տանելու համար գոյություն ունի մի հատ մեթոդ, մի հատ տարբերակ, որի միջոցով վերցնելուց վերցնում ենք բոլոր մեր նշված օբյեկտի K-երը զանգվածի տեսքով։ Ուրեմն դրա համար պատասխանատու է մեծատառով object, այս օբյեկտը կանաչ գունավորմամբ։ Գրում ենք get case, փակագծի մեջ գրում ենք այն օբյեկտի անունը, որի K-երը ուզում ենք վերցնենք, այս պարագայում OBJ։ Երեխեք, սա վերադարձնում է զանգված այս օբյեկտի, որ օբյեկտը, որ տվել ենք, օբյեկտի անունը, որ տվել ենք, այդ օբյեկտը, օբյեկտի K-երով զանգված։ Հիմա եկեք սա դնենք console log-ի մեջ, որպեսզի ավելի պատկերավոր ու լավ լինի մեր համար։ Տեսեք, մեզ հետ վերադարձրեց զանգվածի տեսքով մեր օբյեկտի K-երը վերցրած։ Նայեք, ու արդեն ինչ գործողություն ուզում եք, արեք այս օբյեկտի K-երի հետ։ Իսկ եթե ես ուզում եմ վերցնեմ իմ օբյեկտի value-ները, այդ պարագայում, ուրեմն, եկեք մի անգամից console log-ի մեջ գրեմ, հա։ Ստեղ գրում եմ նորից object get գրում եմ values ու նորից գրում եմ իմ օբյեկտի անունը։ Սա էլ վերադարձնում է ինձ զանգված իմ օբյեկտի value-ներով։ Ես այս տորակետ դնեմ, որ սիրուն լինի։ Էսի K-երներ, էս էլ value-ները։ Շատ է հեշտացնում աշխատանքը, երեխեք, օբյեկտի հետ խնդիրների պարագայում շատ հեշտացնում է։ Ուրեմն, ոնց կարանք իմանանք, քանի K ունի օբյեկտը, քանակը, K-երի քանակը, ոնց կարող ենք իմանալ, հա, քանի որ մեր object case-ը վերադարձնում է մեզ զանգված, մենք միանգամից դրա միջոցով էլ կիմանանք, կտպեմ, ուրեմն, object get case, ասում եմ, մեր օբյեկտի K-երը get length։ Սա կվերադարձնի, թե այս վերևում հայտարարված իմ օբյեկտը քանի K ունի։ 3 K ունի։ Ոնց կարող ենք ստուգել տվյալ K-ը, հա, բանալին, A-ն, B-ն, C-ն էին բանալիները։ K-ը օբյեկտում գոյություն ունի, թե չունի։ Այդ ստուգումը, երեխեք ջան, կատարվում է հետևյալ ձևով։ Գրում ենք B in OBJ։ Հիմա այս ամեն ինչը եկեք կոնսոլով անենք ու հասկանանք ինչ կվերադարձնի։ True թե false։ Ինքը իր վերադարձրած արժեքը boolean է, երեխեք ջան։ Հիմա հասկանանք։ B-in OBJ ունենք թե ոչ։ Վերադարձնում է true։ Իսկ եթե գրեմ D չունենք, չէ՞։ Կվերադարձնի false։ Այսինքն ստուգել կա արդյոք այդ K-ը օբյեկտում թե չկա, դա անում ենք հետևյալ ձևով։ Գրում ենք K-ի անունը ու գրում ենք in տվյալ օբյեկտի անունը, այսինքն այդ օբյեկտում կա թե ոչ։ Եթե ուզում ենք
Եթե ուզում ենք ջնջել ինչ-որ մի հատ k, ու այդ k-ը ամբողջությամբ վերանա մեր օբյեկտի մեջից։ Ի տարբերություն զանգվածի, որտեղ delayed օպերատորը շատ սխալ էր աշխատում, հիշում եք, եւ այդ զանգվածի ինչ-որ մի տար ջնջելուց ինքը undefined էր սարքում ու այդ ուրեմն ինդեքսը մնում էր ու դա խանգարում էր աշխատանքի մեջ։ Delayed օպերատորը օբյեկտի հետ աշխատում է շատ լավ ու ինքը k-ը ամբողջությամբ վերացնում է օբյեկտից ու ջնջում է։ Գրվածքը հետևյալ ձևով է. delayed obj get ու գրում ենք k-ի անունը, ասենք ben, ուզում ենք ջնջենք։ Սրանից հետո console log եմ անում իմ օբյեկտը ու կտեսնեմ, որ ben չկա։ OBJ A1 C3 Ben ամբողջությամբ հանում է երեխեք ջան ու delay-ը օբյեկտի հետ շատ իդեալական աշխատում է։ Ուրեմն մենք ծանոթացանք for of-ի զանգվածի համար։ Հիմա ասեմ, որ ի տարբերություն for of-ի օբյեկտի համար էլ գոյություն ունի իր համար նախատեսված ցիկլ, որը կոչվում է for in։ Հայտարարում ենք նոր օբյեկտ for in-ի հետ ծանոթանալու համար։ Ուրեմն գրում ենք, եկեք ստե փակենք, էսի մի պահ փակենք, հիմա գրում ենք let obj-ն հավասար է, ուրեմն mount սենց էր չէ գրում mount, ուրեմն 12 day, ուրեմն 31։ Հիմա մեր ցիկլը գրվում է հետևյալ ձևով. for let k in obj օբյեկտի անունը։ Ուստի գրում եմ օբյեկտի անունը obj քառակուսի փակագծեր k հավասար է սա obj k անգամ 2։ Սա ինչ է վերադարձնելու մեզ, երեխեք ջան։ Ուրեմն, ունեի մի հատ օբյեկտ, որտեղ կար mount ու day, հա, k-երով k-եր, որոնք համապատասխանաբար ունեին value-ներ առաջինը mount 12, day-ը 31։ Հիմա ես իրա վրա ցիկլ եմ ֆռում, ստեղ տալիս եմ for, ասում եմ let, հայտարարում եմ փոփոխական let-ով, ասում եմ k, ստեղ ինչ ուզեմ կգրեմ ես k-ի փոխարեն երեխեք, ուղղակի k-ը մեզ ծանոթ բառը, դրա համար գրում ենք k in obj, այսինքն k-երի վրա ֆռա for-ը միշտ ֆռում է k-երի վրա, for-ը վերադարձնում է արժեքը, երբ որ գրում ենք օբյեկտի անունը փակագծի մեջ նոր k, եթե ես այդ տարբերակով գրեմ, բոլոր k-երը կվերադարձնի։ Ստեղ ինչա տեղի ունենում, սկզբից k-ը ստանում է mount, հետո day, k-ը ստանում է mount, հետո day։
object k-ի միջոցով հասնում ենք իր արժեքին, հա, ու արժեքը բազմապատկում 2-ով, ստեղ կստանանք հետևյալ պատկերը, կլինի mount, ուրեմն 24 ու day-ը 62, 31-ը բազմապատկած 2-ով, իսկ եթե ես ուզում եմ արժեքները ստանամ, ցիկլ եմ փռացել, console log կանեմ, obj k-ը, կարամ մի հատ է console log անեմ, մեր k-երը, առանձին հասկանալու համար, հա, mount 12, day 31, ուրեմն, այս պարագայում երեխեք ջան, եթե ես ուզում եմ ուղղակի արժեքները ստանամ, գրում եմ օբյեկտի անունը փակագծի մեջ, քառակուսի փակագծի մեջ k, որով ինքը կվերադարձնի ինձ միայն value-ները, իսկ եթե ես ուզում եմ k-երը վերցնեմ, ուղղակի k-երը կվերցնեմ console log-ի միջոցով, 12 և 31 վերադարձնում է արժեքները, երեխեք ջան, պարզեր ես ամեն ինչը, հիմա քանի որ օբյեկտը լրիվ սենց նոր գաղափար է, մի քանի առաջադրանք, եկեք իրար հետ անենք, հա, ուրեմն, եկեք մի հատ օբյեկտ ունենանք, եկեք իրար հետ գրենք, հասա, դուք էլ գրեք, մի հատ օբյեկտ ունենք, որը իր մեջ պարունակում է տարբեր արժեքներ, հա, տարբեր արժեքներ ու տենց հետո գտնել բոլոր արժեքների գումարը կանենք, հա, ընդհանուր արժեքների, բոլոր արժեքների գումարը, ունեմ օրինակ a k-ով դիմացը 1, ստորակետ, b k-ով դիմացը 5, c 7, d-ն ուրեմն 45, abcd և ուրեմն 21 ու f 36, հիմա մեզանից պահանջվում է գտնել բոլոր արժեքների գումարը, ինչ եմ անելու, կհուշեք, ինչ անենք, ասեք, ոնց եք մտածում, ոնց անենք, հա, ցիկլը կանենք, ցիկլը կօգտագործենք, և պրիտոմ ես մեր անցած նոր ցիկլը կօգտագործենք, for in-ի միջոցով այդ ամեն ինչը կանենք, ամենասկզբից, երեխեք, մտածում ենք սենց, ամենասկզբից, եթե մեզ անհրաժեշտ է գտնել ինչ-որ մի հատ տենց գումար, հա, ընդհանուր, բոլոր արժեքների գումարը, նախ պետք է պահենք մի հատ փոփոխական, եթե արժեքների գումար է, եթե բառը ասում է գումար է, մի հատ սամ եմ պահում, որը որ հավասար է 0, սկզբնական արժեք եմ իրան տալի, իսկ եթե լինի ոչ թե գումար, այլ արտադրյալ, միանգամից կպահեմ let, չգիտեմ, օրինակ, արտադրյալը հավասար է 1-ի եմ պահում, եթե գումարը պահում եմ միանգամից 0, հաջորդ քայլս, ուրեմն, մի հատ ցիկլ, որը պետք է լինի for in, անում եմ let k in obj, ստեղ ասում եմ, իմ սամին ամեն անգամ գումարում ես պլյուս հավասար, ուրեմն, արժեքը ոնց էի ստանում, գրում էի օբյեկտի անունը, քառակուսի փակագծեր ու գրում եմ k,
Արդեն գալիս եմ դրսում, console log եմ անում, իմ sum-ը։ Ուրեմն, կա օբյեկտ, ուրեմն, հայտարարում եմ մի հատ փոփոխական, որի մեջ պետք է այդ գումարեմ, գալիս եմ մի հատ ցիկլ եմ հայտարարում, այդ ցիկլս որ ինը, let k, փոփոխական եմ հայտարարում, in օբյեկտիս մեջի k-երը, k-ի փոխանեն երեխեք, կարամ գրեմ յուրաքանչյուր բառ, item կարամ գրեմ, ստեղ կարամ գրեմ item, ու այս ամեն ինչը նորից կաշխատի, ուղղակի k-ը մեր համար, արդեն որպես օբյեկտի, վերաբերյալ ինքը տենց հայտնի բառը, դրա համար մենք սովորել ենք անընդհատ let k ենք ասում, let k in obj ասենք, խոսքի let k in object ու տենց, այսինքն ոնց էր զանգվածի դեպքում կամ item-էր կամ էլեմենտ էր կամ item-էր, այս պարագայում մենք ասում ենք k, դրա համար սովորենք, որ ասենք k, բայց ես չեմ ուզում, որ ֆիքսվածը տենց հենց ինչ լինի, ասեք ուղղակի k, սա փոփոխական է հայտարարում, որի արժեքը ինչ ուզենաք կարաք տաք, ու ստեղ տպում ենք console log sum-ը, 115, հաշվել է, հույսով եմ ճիշտ, 6, 13, 58, ճիշտ է, Արուր 15, պարզա ոնց է ինքը աշխատում, ձեր մոտ ստացվեց, Հիմա ունենք այս նորից այս նույն օբյեկտը, երեխեք ջան, մեզանից պահանջում է, թե հաշվել քանի k ունի օբյեկտը, առանց օգտագործելու object get case, այս անցածը չենք օգտագործում, object get case-ը չենք օգտագործում, որը որ զանգված էր վերադարձնում, հետո մի անգամից get length ենք անում, մի անգամից ինքը վերադարձնում էր, թե հաշվենք, թե քանի k ունի, չէ, մի անգամից k-երի քանակը կարող ենք ասենք։ Հիմա պետք է այդ նույն k-երի քանակը, այս օբյեկտի k-երի քանակը իմանանք, առանց օգտագործելու object get case, այդ չգիտեմ, մեթոդը, սենց ասած։ Հիմա ինչ կարանք անենք, մեզ պետք է քանակ հաշվել, այսինքն հայտարարում եմ մի հատ փոփոխական, let count, որը որ հավասար է 0-ի ամենասկզբից, ու հետո նորից ցիկլ եմ հայտարարում, for let k in obj, ուստեղ երեխեք ընդամենը ասում եմ, քանի որ ինքը այս մեր ցիկլը բոլոր k-երի վրայով անցնում է, ամեն իտերացիան, ցիկլի ամեն պտույտը մի հատ k-ի վրայով անցնում է, ես տեղ հանգիստ կարամ ասեմ count plus, ու դրսում գամ, console log անեմ, իմ count-ը, վեց հատ k ունի, ճիշտ է, 1, 2, 3, 4, 5, 6, վեց հատ k ունի, եթե ուզում ենք object get case մեթոդը չօգտագործելով հաշվենք, թե մեր օբյեկտի մեջ քանի k ունենք, ուղղակի դրսում կհայտարարենք մի հատ count փոփոխական, որի սկզբնական արժեքը սկզբից 0 է, դրանից հետո ցիկլը կֆռանք, որը որ մեր իմացած for in-ը ֆռում է մեր օբյեկտի k-երի վրա, ու մի անգամից արդեն count-ին կտանք plus, գրեցիք, մի փոքր բարդացնենք, մի փոքր, let obj1-ը
հավասար է մի հատ օբյեկտ ունեմ, երեխեք ջան, որտեղ օբյեկտը կարամ երեխեք սենց ուղիղ գրելով գնամ, հա, պարտադիր չի, որ այդ ձևավոր փակագծերը բացեմ մինչև վերջ ու սենց, հա։ Ես հանգիստ կարամ ստեղ գրեմ, ուրեմն as, ուրեմն իրանից ներկայացնում եմ hi, ինչ-որ մի հատ string, ուրեմն հետո ստորակետ, ես էլ իրար կողք եմ գրում, որ տենց սա նույն ձևի չլինի, բայց այն մյուս գրվածքը ավելի է սիրում, որովհետև ավելի պարզ է, ստեղ մի քիչ խուճուճ է, B2-ը, C-ն էլ մի հատ է C փոփոխական ունեմ, որը by ուրեմն մեզանից պահանջվում է բոլոր օբյեկտի ներսում գտնվող string արժեքները փոխարինել հետևյալ նշանով, восклицательный знакով, հա? Ինչ ենք անելու այս պարագայում, երեխեք ջան, մեզ էլի օգնության է գալի մեր իմացած cycle-ը, կգրեմ նորից, for let k in obj 1, հիմա ստեղ կասեմ, ինչը պետք է ստուգենք, մենք ունենք, չէ, արդեն k-երի վրա կարողանում ենք վռալ, բայց ոնց ստուգենք դա string-ա, թե չէ, ով կհուշի, ինչ անենք, ոնց անենք, որ ստուգենք այդ փաստը, հա, մենք string-ի հետ գործ ունենք, թե ուրիշ արժեք է, չէ, որ մեր օբյեկտը ոչ թե կարա լինի S3-ը, մեր օբյեկտը կարա լինի, սենց կոպիտ ասած, անծայրածիր, որ մենք ընդհանրապես չկարանանք, ասենք հոսքի, սենց աշկով հասկանանք, մենք հիմա ունենք 3k, 3 value, որը շատ հեշտ է, հա, hi-ը ու bye-ը, ու մենք կարանք փոխենք, բայց եթե խոսքս գնում է նրա մասին, որ մեր օբյեկտը կարա լինի շատ մեծ, այդ պարագայում մեզ արդեն օգնության է գալի cycle-ը ու cycle-ի ժամանակ մենք ոնց հասկանանք, ոնց ստուգումը անենք, որ դա string-ա կամ string չի, ով կարա ասի, ոնց եք մտածում, ով ոնց է մտածում, օրինակ ոնց կանեիք դուք, հələ մի հատ նորից վրեժ ջան, այսինքն ինչ գրեմ, բայց սա ինչ անենք, խիտ տպենք, մեզ պետք է, որ հələ ստուգեմ, string-ա, թե string չի, ես ինչի համար հիմա, console log-ը հիմա ինձ պետք չի, console log-ը ինձ ոչ մի բան չի տա, հա, կներեք երեխեք ջան, ալո, Հյուսիսային անունը վերեմ, հա, կգրեմ, հեն վրեժ ջան, ոնց կստուգեիր, string-ա թե չէ, նախ սկսենք նրանից, թե value-ները ոնց կվերցնես, արժեքները ոնց կվերցնեիր, Էրիկ ջան, ոնց կվերցնեիր արժեքները, ինչ գրեմ, որ արդեն վերցնեմ ոչ թե k-ը, այլ արժեքը, երեխեք չեմ գրելու օբյեկտի անունը, obj1, ես պարագայում, քառակուսի փակագիծ ու k, սա ինձ կտա արժեքները, չէ, հիմա ես տեղ ունեմ մի հատ ստուգում անելու, չէ, գրելու եմ if
պայման եմ ստուգելու, ու պայմանից մեջ ասելու եմ, եթե type of object make k-ը, եթե ուրեմն հավասար է, քանի որ type-ն եմ ստուգում, 3 հավասար, string, չէ, փակագիծը փակվեց, չէ, հետո, եթե string-ը, obj make k-ը հավասար է, այս նակը, всё, կփոխի թե չի փոխի, կփոխի իհարկե, console log, շատ վստահ եմ, բայց վստահ եմ, obj make, հիմա որ գնանք, բոլորը, console log, միակ սկզբնականն ենք տպում, հետո ցիկլից հետո արդյունքը, hi, bye, ու դրանք բոլորը փոխվել են այս նշաններով, երեխեք ջան, պարզեր ինչ էր լինում, եթե դու ուզում ես քո օբյեկտի արժեքը վերցնես, գրում ես օբյեկտի անունը, ցիկլի մեջ, խոսքս վերաբերում է ցիկլի մեջ, գրում ես օբյեկտի անունը ու գրում ես քառակուսի փակագծեր k, դա մեզ վերադարձնում է մեր օբյեկտի value-ները, ցիկլի շնորհիվ այդ ամեն ինչը, երեխեք պարզեր, ով չի հասկացել այս մասը, այս օբյեկտները իրականում խուճուճ է մի քիչ, բայց տենց չի էլի, որ անհասկանալի է շատ, ով չի հասկացել, ասեք, բան անենք, նորից քննարկում անենք, կամ չգիտեմ, որ մասը, որ չեք հասկացել, թե ոնց է, ինչի համար է, մի հատ նորից անդրադառնանք, բոլորի համար, պարզեր, լավ, եթե պարզեր, արդեն ես մի առաջադրանքը, հեշտ առաջադրանք, պրոմպտով վերցնել արժեք, արժեքներ, երկու պրոմպտ է պետք ունենալ, պրոմպտով վերցնել, սենց կգրենք, k և value, և դրանք ավելացնել օբյեկտի մեջ, գնացինք, շատ հեշտ խնդիր է, շատ,
Ուժը խնդիր եմ մտած, եսի պետք է գրեք։ Ուրեմն, տրված է object, այս object let obj-ն հավասար է, ուրեմն, an 10 ստորակետ bank 20 ստորակետ cen 30 պահանջը, ուրեմն, ստանալ նոր object, որտեղ k-երը դառնան value, իսկ value-ները դառնան k։ Այսի դա խնդիրը։ Մանե ջան, ես ուզում եմ, որ մի հատ ամենավերևում մի հատ object լինի, դատարկ, հետո դու լցես, հա, այդ k-value-ն, տենց կանես, վերևում մի հատ object ունեցի, դատարկ հայտարարված, հետո նոր prompt-ները, հետո նոր այդ object-ի մեջ ավելացրու։ Let object datatark կա, prompt value k, value
J-ի N-ը վեր, ապրես վրեժ, շատ ապրես, լավ է, OBJ դատակ, լետք է պրոմոտ կադրնքել, լետվայում պրոմոտ կադրնվայում, OBJ կերվայում, կասանդակ OBJ, ապրես միլենա ջան, լավ է, ինքնուրույն եք չէ անում երեխեք, ապրես երիք ջան, անցեք առաջ երեխեք ջան, դե երկրորդը արեք, այսենց, անոտ ջան, ապրես, Հայրամը չի միացել, Հայրամ ջան, լսում ես դու ինձ, ոչ, այս սաղ մի հատ է այսքանը, այսքանը սաղ մի հատ խնդիր է, լավ մտածեք, որ ճիշտ անեք,
Ունենք այս օբյեկտը, ուրեմն let OBJ-ն հավասար է A1-ը ստորակետ B2-ը ստորակետ C-ը այս է կնայում ամեջվարյան C-ը 3-ը C-ը 3-ը Ինչ է? Հիմա այս օղարկածի մեջ է խնդիր տալի։ Մի րոպե, ուրեմն ունենք բան, հա, մի վարքյան այս քանի մտքիս է սրա բանը գրեմ, ունենք այս օբյեկտը, ուրեմն այս օբյեկտից պետքա ստանալ string հետևյալ ձևով ստանալ string լավ, հետևյալ ձևով չեմ գրում, որ լինի անհավասար է 1 get ստորակետ
B-ն հավասար է 2, կետ ստորակետ և C-ն հավասար է 3։ Հետևյալ ձևը ստանանք, այս օբյեկտից ստանանք այն մյուսը։ Ուրեմն, հիմա այս քո գրածը ասում ես էրոր է տալի, Մանե ջան։ Մի րոպե, ունենք let object-ը, որը անտասապ է 2030-ը, let new object-ն հավասար է դատարկ, object դատարկ է, այստեղ ասում ենք let k in object, ու ասում ենք new object k, դե տես Մանե ջան, new object k-ը ինքը չի հասկանա ստեղ, դու object-ի վրա ես for-ը ֆռում, ինքը այս պարագայում new object k չի հասկանա, դա ինչ է։ Լսեցիր, այս ինքը new object, որ կողը գրել ես քառակուսի ու k ես գրել, ինքը սա չի հասկանում ինչ է, ու չի էլ հասկանա։ Դու պետք է այստեղ օգտվես object k-ից, բայց new object-ն էլ օգտագործելով։ Ու մեկ էլ սենց կարիք չկա գրելու, new object k հավասար է k, new object value-ն հավասար է object k, չէ, էսի սենց չի, էսի մի տողով պետք է գրես սա։ Ինչ ա եղել ջան, չլսեցի։ Ուղարկի նայենք, եսա քննարկում ենք, անենք միասին։ Մանե ջան, դու իմ ասածը հասկացար, ինչ եմ ասում, թե չէ։ Աստեղ այս բանի ցիկլի մեջը մի տողով գրի, օգտագործելով new object ու object k-ը, բայց object k-ից պետք է օգտվես։ Հիմա սա ինչ ա տպեր քո մոտ։ Կոնսոլիդ մեջ նայել ես։ Չէ, դու, ես հիմա չեմ ուզում տպածներ, ես ուզում եմ դու ասես։ Հա, ինչ որ ուզում ենք արել ա այս քո գրածը, չէ։ Հա։ Չէ, մի վարքյան, հա, ճիշտ է, վсё, հակագծերն էի նայում, հա, ճիշտ է, վсё, ապրես։ Միլենա վրեժ, ինչ ունենք։ Okay, երեխեք ջան, գրեք։ Էրիկ ջան, դու այս մյուսը գրի, հա, ունենք այս օբյեկտը, որ let object-ն հավասար է A1, B2, C3, ու դրանից ստանալու ես մի հատ string, այս string-ն է ստանալու այդ օբյեկտից։
Ընտիր, ապրես մանեջան, այս էդ, լավա Միլենա ջան, ապրես, անցեք երորդ խնդրի, դու էր վրեժ ջան, ապրես, անցի հաջորդ խնդրի, Ինչ չակերտների տեղի լուծիկ, այս օբյեկտից պետք է ստանաս հետևյալ string-ը,
Ապրես մանեջ ջան, շատ լավ է։ Ուրեմն Սա ձեր տնային էլ դնենք, создать задание. Все. Go. Գնացինք։ Մանեջ ջան, քանի որ պրծել ես, արի մի հատ բան էլ ասեմ, էդ էլ արա ուրեմն հաշվել քանի k ունի օբյեկտը, որի անունը երկար է երկու սիմվոլից։ Ստեղ ասում եմ այդ let օբջեն ավասարետ, ձեր գնաց, անմեկա, անմեկ, ստորակետ, name-ը 2, ստորակետ, age-ը 3, ստորակետ, x-ն է 4։ Okay, այստեղ, այս օբյեկտի համար հաշվել քանի k ունի օբյեկտը, որի անունը երկար է երկու սիմվոլից։ Լավ։
Նայում եմ այս ամենը։ Բայց քեզ դեմից կետ ստորակետ գումարում ամենասկզբից, Էրիկ ջան, մեկ էլ պարտադիր չի ես ստուգումդ։ If-ը հանի, պետք չի if-ը։ Մեկ էլ են դեմից պետք չի կետ ստորակետ, էդի ամենավերջում գումարի, հա։ Այդ string-ը, որ գումարել ես k-ը լավ ես արել, պլյուս հավասար է այդ OBJ-k-ը, ամենավերջում գումարի այդ կետ ստորակետը, if-ն էլ հանի մեջից։ Պայմանը պետք չի ես պարագայում։ Նամանությունս։ Նախ գտի են k-ը, որի որ սիմվոլները, օրինակ name-ը, չէ։ Երկու սիմվոլից ավել է ինքը։ Չէ։ Երբ որ իրա k-ի length-ը եթե մեծ է, դե արդեն բան կանես, քանակ հաշվի, հա, այդ մեծերի համար։ Պայմանը։ Ինչի համար այլ slice-ը պետք մեզ, Միլենա ջան, որ ինչ ան, slice 0 ստորակետ -1, ինչի համար ես դա օգտագործե, կասես։ Միլենա։ Ինչի համար ես օգտագործել string get slice 0 ստորակետ -1։ Դու չես գրել Միլենա ջան այս կոդը։ Բա ինչի համար ես օգտագործել slice-ը։ Ինչ նկատառում, ինչ ես ուզեցի անես։ Դու ես գրել, դու պետք է իմանաս, չէ՞, ինչի համար ես գրում։
Միլենա ջան, ինչի համար ես օգտագործել slice-ը։ Ու 0 կետ մինուս 1։ Սա գիտես ով ա գրում սենց կոդ։ Արհեստական բանականությունը, չէ՞։ Որտեղից։ Բայց քեզ 0 ստորակետ մինուս 1 գրել։ Դե ասա, ինչի համար ես գրել։ Ինչ անի։ Չէր ստացե քո ուզած արժեքը առանց դրա, այդ console log string-ը որ աներ, չէր ստանա քո ուզած արժեքը, որ դա էլ ես կիրառը։ Ինչ ես ուզեցել դրանով ջնջես կամ slice-ը կտրում է, ճիշտ է։ Ինչն ես ուզեցել կտրես հանես կամ ինչն է քո համար ավելնոր տեղ է ստացածը string-ի մեջ, որ կիրառել ես slice մեթոդը։ Լավ։ Count-ը 0, ընտիր, որ let k-ին OBJ, եթե k-ի length-ը մեծակուսից count plus, ընտիր, շատ լավ է, ապրես նոնի ճան, երեխեք ճան, սա ինձ, տնային առաջադրանքը արդեն հասանելի է կլասրումում, խնդրում եմ և պահանջում եմ, ինչքան էլ դժվար լինի, առաջի հերթին ձեր համար, գրեք ինքնուրույն, տանջվեք շատ երկար ու երբեք ամբողջական կոդը ուրիշ տեղից չվերցնեք։ Եթե ուզում եք ձեզ վատություն անեք, խնդրեմ վերցրեք գրեք։ Եթե ուզում եք իրոք սովորեք, ապա անցած թեմաներով գրեք, տանջվեք, հասկացեք։ Ես կարամ տնամ տնային առաջադրանք, որը որ իդեալական լուծած է, ես ձեզ գնահատականներ չեմ դնում, դրանով վերջում դուք ինչ-որ, չգիտեմ, մեծ դրամական պարգևներ չեք ստանալու։ Դուք ստեղից ստանում եք միայն գիտելիք, խնդրում եմ և պահանջում եմ, առաջադրանքները անել միայն ձեր ուժերով, ոչ մեկ թող չօգնի ձեզ, առավել ևս անիմաստ է տարածքական բանականությունը և այլն և այլն։ Տենց անելով մենակ կբթանաք, ոչ մի բան չեք անելու, չեք հասկանալու։ Ինձ պետք չէ, որ հաջորդ դասին ես հարց տամ, ասեմ ոնց կարող ես դու վալյում վերցնես, դու չկարանաս այդ հարցին պատասխանես, բայց տնային առաջադրանքդ գրած լինի։ Հուսով եմ մենք իրար հասկացանք։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք չորեքշաբթի օրը ժամը 4-ին։ Վիդեո դասն էլ հեսա կգցեմ։ Անպայման նայեք, մի զելացեք, նայեք վիդեո դասը, փորձեք ձեր համար, տպեք, նայեք, տեսեք, որը ինչ է անում, հետո սկսեք տնային առաջադրանքները անելը, որ 2 դաս հետո օբյեկտից մի բան հարցնենք, իմանանք այդ օբյեկտից։ Լինելու է քննություն։ Քննության ժամանակ ոչ մեկ ձեզ չի կարանալու օգնի, ու այդ ժամանակ ամեն ինչ երևալու է, ով ինչ է սովորել, ով չի սովորել։ Նենց որ խնդրում եմ ինքնախապեյությամբ չզբաղվել։
Սաղըտե շատ խելացի եք ու հաստատ բոլորդ էլ կարաք անեք այդ տնայինները, արեք տնայինները ձեր ուժերով։ Всё։ Վերջ երեխեք ջան, կհանդիպենք չորեքշաբթի օրը։